Այսօր սովորելու ենք շավալի եւ խորջ բիլազիկ պարերը։ Այսօրվա մեր հավաքվելու բուն նպատակը դա է։ Ուրեմն շավալին Կարինի շրջանի պարերից է եւ խորջ բիլազիկը, դրանք տարբեր պարեր են։ Ուղղակի բեմական ինչ-ինչ հարմարություններից ելնելով Գագիկ Գինոսյանը այդ երկու պարը մեկ բեմադրության մեջ են ընդգրկել եւ պարեղանակն էլ այդպես է ձայնագրվել Կարինի տարբերակը։ Բերեք ամրագրենք մի բան, ժողովրդական պարերը, ֆոլկլորը առհասարակ բեմադրություններ չի ունենում։ Այսինքն ժողովուրդը որ պարում է, ինքը երբեք բեմադրությամբ չի պարում։ Պատկերացրեք թալինցիները, երբ որ մշոխր են պարում, գյուղացիները, իրենք երբեք որևէ բան չեն անում, ուղղակի 15 րոպե պարում են մշոխր։ Հա? Եվ այս բեմադրական բաները կիսվում են, բաժանվում են, ներս ու դուրս են անում, սա սենց ասած արհեստավարժ խմբերի ձեռի գործն է։ Այդ իրանք են դենց անում։ Ժողովուրդը երբեք նման բաներ չի անում։ Եվ այն խմբերը, ովքեր զբաղվում են դրանով, այսինքն դա իրենց գործն է, իրանք սենց բաներ են անում եւ բեմից դա ներկայացնում են, որովհետեւ դիտողին պետք է ակնահաճո լինի դա։ Իսկ հայկական մշակույթը մեծավ մասամբ ինքը ներս գնացող մշակույթ է եւ պարողը ինքն է զգում դրա հաճույքը։ Շավալի պարը ինքը հարսանեկան պար է, իրեն ասում են նաեւ խնամիների պար, որովհետեւ այդ պարը պարում էին աղջկա կողմի բարեկամները եւ հարսանեկի ինչ որ մի հատուկ փուլում սրանով իրենք ոնց որ ցույց էին տալիս իրենց հարգանքը օրվա թագավորի եւ թագու նկատմամբ, տղայի եւ աղջկա, հարսի եւ փեսայի նկատմամբ եւ ոնց որ հատուկ մի պահի էին պարում։ Ավանդական շրջանում, տարբեր շրջաններում իհարկե տարբեր ձև էր ընկալվում, բայց աղջկա կողմը հարսանեկի ժամանակ միշտ ավելի пассив դիրքում էր լինում։ Որոշ տեղերում աղջկա մայրը հարսանեկի խնջույքի արարողությանը չէր մասնակցում։ Այսինքն հենց աղջկան տանից հանում էին, մայրը էլ չէր գնում իր հետևից։ Որոշ տեղերում համարվում էր, որ հենց աղջիկը հայրական տնից դուրս է գալիս, ինքը համարվում է խորհրդաբանական առումով մահացած, որպես տվյալ տան աղջիկ, եւ ինքը սրբագործման ծեսի միջոցով օրհնություն ստանալով նաև վերածնվում է մյուս տան մեջ որպես այդ տան կին։ Այսինքն միտեղ մահանում է, մյուս տեղը ծնվում է։ Եվ այս ամբողջ այս փուլը ոնց որ նոր կյանքի ստեղծում էր խորհրդանշում, որովհետև ընտանիքը եւս համարվում էր մի նոր գոյություն, մի նոր երևույթ եւ ինքը շատ հնուց ի վեր եղել է մեր պետության, մեր ժողովրդի նվազագույն մասնիկը։ Ոչ թե անհատն է մեր հասարակության մեջ նվազագույն մասնիկը, այլ ընտանիքը։ Բջիջը ընտանիքն է եւ ոչ թե ուժեղ անհատը։ Հիմա շավալի պարը, այս կարինցիները, որ պարում էին, աղջկա կողմը միշտ пассив էր հարսանեկի ժամանակ, տղայի կողմը պատկերացրեք քեֆա որ անում է։ Պարում են, ուրախանում են, sense լավ խնջույքի մեջ են եւ հարսանեկի ժամանակ ինչ որ մի պահ էր գալիս, երբ որ խնջույքավարը բուն խնջույքի արարողության ժամանակ, այսինքն հարսանեկան խնջույքի ժամանակ, ասում էր կեցեք, սպասեք, հիմի խնամոնք պիտի պարեն, ու աղջկա կողմի բարեկամներն էին վեր կենում պարելու։ Եվ աղջկա կողմի ոչ թե լավ պարողները, ջահելները, լավ թռնողները, այլ առավել պատվարժան մասը։ Այսինքն հոպարը իրենց տան են ավելի մեծերը, որոնք իրենց պարով պետք է իրենց գերդաստանի sense մեծությունը ցույց տային։ Մենք գիտենք, որ մեզ մոտ ձախ շարժվող պարերը, դրանք թարս պարեր են կոչվում, նաև հիշատակի պարեր են կոչվում ձախ գնացող շարժումները, եւ շավալի պարի մեջ մենք ունենք sense ձախ գնացող շարժումներ։ Այս ձախ գնացողները հիշատակի շարժումներ են։ Շատ քիչ պարեր ունենք հատուկ տենց պար, որ հենց տենց էլ կոչվում է թարս պար,
Իրամ sense ցախա գնում ինքը, շատ քիչ պար ունենք, բայց եթե հարսանիքի ժամանակ հիշատակի շարժումներ են արվում, նաև հիշատակվում են այդ ընտանիքի գերդաստանի մեծերը։ Ու հիմի այս գերդաստանը, երբ որ պետք է աղջկա կողմը ներկայացնել, բնականաբար գերդաստանը ընտանիքը ներկայացնելու համար ամենահարգված, ամենապատվարժան մարդիկ են կանգնում պարելու շավալին։ Ու դրա համար ինքը sense ծանր պար է, ցախ գնացող եւ աճ գնացող, ու սրանով իրենք ոնց որ ցույց են տալիս իրենց գերդաստանի մեծությունը, ծանրակշռությունը, աճ գնացող շարժումները, ունենք աճ գնացող sense խոնարհվող շարժում, որը օրվա թագավորին եւ թագուն նվիրված խոնարհում է, թագավորն ու թագուին հարսանիքի ժամանակ հարսն ու փեսան են։ Այդ օրը իրենք բանն են, ոնց որ թագավորն են եւ թագուհին են, եւ այս խոնարհումն է աճ գնացող դեպի իրենց ու նորից սկսում են նույնը։ Ուրեմն սա շավալի պարն է, ինքը Կարինի շրջանի պարերից է եւ ունենք խոշ բիլազիկ պարը, որ պետք է այսօր սովորենք։ Այսօր Դինոսյան Գագիկի ավանդով երկու պարներ միաժամանակ սովորում ենք։ Այսինքն ինքը գծել է շավալին ու խոշ բիլազիկը իրար հետ, շավալին ավելի հեշտ պար է, խոշ բիլազիկը ավելի շարժուն, ավելի եռանդուն պար է, երկուսն էլ պետք է այսօր հասցնենք սովորենք։ Հա, ուրեմն շավալի պարը սա է, ցույց տամ, տրամադրվեք 2 3 4 ոտքերի պահումներ աճ-ցախ եւ խոնարհումով դեպի աճ 2 3 4 եւ խոշ բիլազիկ պարը ինքը ավելի եռանդուն պար է, սա է սա պետք է հասցնենք սովորենք այսօր երկուսն էլ մեկը դանդաղ է, հեշտ է, մեկը մի քիչ արագ է եւ ավելի եռանդուն, մեկը մյուսին փոխ լրացնում է։ Խոշ բիլազիկը պարսկերեն բառեր են, նշանակում է գեղեցիկ թևնոց, որ բիլազուկ են ասում է, մենք էլ ենք օգտագործում, այս թևնոցն է եւ պարերի մեջ, ընկերներ, մենք շատ պարանվանումներ ունենք, որոնք հայերեն չեն, պարսկերեն են, քրդերեն կարող են լինել, թուրքերեն կարող են լինել, եւ այլն, մեր լեզվի մեջ, բարբառների մեջ մենք շատ ունենք այդպիսի բառեր եւ հիմա հայ ժողովրդի այն շրջանն է, երբ որ մենք ունենք անկախություն եւ կարող ենք մեր լեզուն մաքրել։ Եվ մի կարևոր բան էլ, շատ բառեր կան, որոնց մասին տեղեկությունները այսքան են։ Եվ դրա համար բառերի մասին պատմելուց պատմում ենք նաեւ հարակից տեղեկությունները, ինչ կա այդ մասին, որովհետև միջավայր է փոխվել։ Դու բառը պատկերացնելու համար իր միջավայրի մեջ պետք է ներկայացնես, որ մարդիկ ավելի լավ հասկանան, թե սա ինչու էր այդպես։